Պարոն Պետրոսյան, այսօրվա գիտաժողովում դուք մանրամասն ներկայացրեցիք դեռևս Արցախի այդ հիմքերը որտեղից են գալիս, որ ժամանակաշրջանից, երբ դեռ շատ երկրներ, ազգեր գոյություն չեն ունեցել։ Փաստորեն մենք դեռևս ինչ-որ բան ապացուցելու կարիք ունենք մեր հարևաններին եւ աշխարհին։ Միանշանակ այո, որովհետև ըստ էության չկա տենց մի ինչ-որ ակադեմիական հաստատություն, չկա աստվածային մի դատարան, որը քննում է, պարզում է ովքեր են արդար, ովքեր են հին, ովքեր են նոր, կա ռեալ քաղաքականություն եւ այդ ռեալ քաղաքականությունը որպես կանոն օգտագործում է պատմական փաստերը այնպես, ինչպես այդ պահին իրեն դա օգտակար կամ ձեռնտու է եւ դա հատկապես ուրեմն զգալի է այսօրվա ուրեմն մեր ոչ բարի, ոչ դրացի, չգիտեմ, հարևանների վերաբերմունքով եւ այնպես որ այո, աշխատանքը մնում է, դա կա, դա կարծեք թե ամեն պահի պիտի արվի, ուղղակի ցավալի է որ այսքան ուրեմն բաներից հետո այդ ամենը հասարակական կազմակերպությունների եւ առանձին անհատների ուսերին է հիմնականում, ես կարծում եմ թե ազգային ռեսուրսների կենտրոնացումը, միասնական ինչ-որ քաղաքականություն մի տեսակ երազանք է դարձել եւ հատկապես նրանք ովքեր որ պատասխանատվություն են կրում անհատապես ոչի պաշտոն է, այսօր ստիպված են շատ ժամանակ եւ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Այսինքն այդ որ ասում եք միասնական ինչ-որ կենտրոնից կարգավորվի այս ամեն ինչը, հա, համախմբում լինի, դա պետք է պետական մարմնի կողմից լինի այդ Միանշանակ ես կարծում եմ, որ դա պիտի լինի Հայաստանի մշակութային քաղաքականության եւ ընդհանրապես քաղաքականության մի զգալի բաղկացուցիչը, ի վերջո խոսք է գնում ոչ թե տարածքների քաղաքական մոտեցումների, այլ խոսք է գնում ժառանգության մասին։ Ադրբեջանը օկուպացրել է ամբողջ Արցախը, հասկանալի է, բայց մենք ինչ պիտի ասենք Գանձասար ադրբեջանական է կամ աղվանական է, սրանք աշխարհի բազմաթիվ ասենք եւ տերությունների եւ կազմակերպության, դրանք երկու տարբեր հարցեր են։ Լինել պարտված ամենիվ ինչի նշանակում հրաժարվել քո ունեցածից, քո սեփական ժառանգությունից։ Իսկ այսօր իրավիճակը այնպիսին է, որ կարծեք թե այդ ամենը միավորվում է, դառնում է քաղաքականության մի կերպ, որը անընդհատ զիջումներն է։ Բոլոր ասպարեզներում են զիջումները, ինձ համար ցավալին այն է, որ մշակույթը նույնպես ներառվել է այդ զիջման քարտերի մեջ։ Վերջին ժամանակաշրջանում շատ ենք տեսնում, հա, որ ադրբեջանցիները Արցախում կոնկրետ բնակավայրեր, թաղամասեր, գյուղեր են քանդում։ Դա նոր քաղաքականություն է մեր թշնամի երկրի կողմից որդեգրված։ Դա հին քաղաքականություն է սկսած առնվազն 60-ական թվականներից անցած դարի։ Հուշարձաններ էր, խաչքարեր, հիմա ինչ-որ ամբողջ բնակավայր։ Միանշանակ է, որովհետև եթե Ադրբեջանը, չգիտեմ, կարող է ասել այդ հին հուշարձանները բանը հազարավոր հայեր են արձանագրությամբ այնքան էլ հայկական չեն, հայերը հետո են եկել, բան, ինչ պիտի ասի, ասենք 18-19-րդ դարի, 20-րդ դարի հայկական գյուղերի մասին, անկախ այնտեղ հայերը ապրել են, չէ, հայերը ստեղծագործել են, դες գյուղ չկա, որ եկեղեցի չլինի 18 կամ 19-րդ դարի, գյուղ չկա, որ ընդարձակ գերեզման չլինի հարյուրավոր հայեր, ինչպես վարվել դրանց հետ։ Դրանք ֆիզիկական ոչնչացումից բացի Ադրբեջանը այլ ճանապարհ չի տեսնում, բայց այստեղ էլ բազմաթիվ է այսպես ճկունություններ ածուցա։ Մի դեպքում ասում է, դե գիտեք, ճանապարհ ենք սարքում։ Մի ուրիշ դեպքում ասում է, գիտեք, այս բանը իրեն փլվել է։ Մի ուրիշ դեպքում ասում է, բա մեր մարդիկ է, այսինքն այո, միանշանակ է, որ այն ուրեմն ժամանակաշրջանները հատկապես ուշ միջնադարը, որտեղ հոց հայերեն հայկական բնակչությունը որևէ կողմից անգամ Ադրբեջան կասկած չի հարուցում, դրանք մնում են որպես վկայություններ չէ այդ տարածքի։ Եվ Ադրբեջանը որոշել է եւ նույնիսկ Շուշիի հետ է վարում։ Շուշիում կան ընդգծված հայկական եկեղեցիներ, ինչպես որ մեկը կարելի է դնել լրիվ ոչնչացնել, մյուսը կարելի է անվանել ռուսական, այսինքն Ադրբեջանը մշակում է, վարում է բազմաբևեր, բազմասլակ ճկուն քաղաքականություն, մենք ոչ։ Իսկ մենք այդ քաղաքականությանը հակադրում ենք կոնկրետ անհատների աշխատանքը։ Ինչ ասեմ, այո, դա էլ բարդ է, որովհետև մենք չենք կարող որդեգրել ադրբեջանների պրոպագանդայի ձևը, մենք հետազոտողներ ենք։
Ես չեմ կարող ինձ թույլ տալ են վիրավորական խոսքերը բանը Ադրբեջանի հասցեին, ադրբեջանական ժողովրդի հասցեին։ Դա պիտի ուրիշ կազմակերպություն է, ինչպես որ բանը Ադրբեջանի հերոստատեսությունն է անընդհատ։ Իրենք հերոստատեսության հաղորդությունը մենք ասենք մոնումենտ ոչում կես էջանոց մի բան են գրում։ Դա է մեր հնարավորությունները։ Պետրոսյան, դուք շատ եք շփվում ձեր միջազգային գործընկերների հետ, բնականաբար ներկայացնում եք այն, ինչ որ այսօր կատարվում է Արցախում։ Իրենց արձագանքը ինչպես է լինում, իրենք էլ են ձեզ նման հետազոտողներ, հնագետներ։ Անհատապես միանշանակ կամ բազմաթիվ հետազոտողներ ամենավերջին գիրքը մի քանի ամիս առաջ էր լույս տեսել Handbook on Caucasian Albania ձեռնարկ Կովկասյան աղվանքի մասին, որը ուրեմն խմբագրել են Յոս Գիպերտն ու Յասմին Դումթրագուտը ոչ հայ հետազոտողներ, որտեղ հստակ ամեն ինչ արված է ակադեմիական մակարդակով, որտեղ Արցախը, Տիգրանակերտը, չգիտեմ Միջնադարյան, ամեն ինչ նշված են, բնութագրված են այնպես ինչպես ակադեմիական գիտությունը, բայց արդյոք նման նախաձեռնությունները կդառնան որոշակի գործիք, ասենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, կդառնան որոշակի գործիք, չգիտեմ, ՄԱԿ-ի արդարադատության դատարանի համար, շատ դժվար է ասել, որտեղ դուք տեսնում եք, չէ, ուժը դարձել է հիմնական քաղաքականության գործիքը, մնացած բաները, տվյալները, ապացույցները, բանը կարծեք գոնե այս տարիներին շատ ավելի թույլ է։ Փաստորեն մենք պետք է Հայաստանից ուղղակի դիտենք թե ինչպես է Ես խնդրում եմ, թե մեզ հնարավորություն չտան նաև դիտելու, չգիտեմ, կարող է վաղը որոշում ընդունեն, որ մենք իրավունք չունենք նայել դեպի Ղարաբաղ։ Չգիտեմ, շատ ծանր վիճակ է, ուղղակի գիտեք ինչ անում ենք, որովհետև բա ինչ անենք։